1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ոչ թե պատերազմն է եղել իր օրոք, այլ ինքն է եղել պատերազմի օրոք, հասարակության մի մասին շատ զայրացրեց, մյուս մասին զարմացրեց, թե ինչ ճարպկորեն, ինչ վարպետությամբ է Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում հասարակությանը եւ փորձում արդարանալ։ Մի մասին դա ուղղակի ծիծաղեցրեց։ Ես ուղղակի կփորձեմ բառացիորեն շատ պարզ մատների վրա բացատրել, թե ինչու էր դա մանիպուլյացիա, հատկապես որ կետերով։ Փաստորեն ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, նա ասում է, որ անկախ նրանից, թե ով կլիներ իշխանության 2020 թվականին, այդ պատերազմը լինելու էր, պարզապես իր բախտը չի բերել, դա համընկել է իր իշխանության հետ։ Ուղղակի համընկում է տեղի ունեցել, այսպես թե այնպես, այնտեղ ինչ որտեղ ապագայում, երբ որ ինքը եկավ իշխանության, առաջիկայում այդ պատերազմը անխուսափելի է լինելու։ Հիշում եք, այսպիսի անեկդոտ կա, Աբարանցին փողոցով քայլում է, տեսնում է դիմացը մի քանի մետրի վրա գետնին բանանի կեղև է ընկած, ասում է, վայ, ասում է, էլի պիտի ընկնեմ, հա։ Հիմա, բայց եղբայր ինչ ես ընկնում, շրջանցիր ուղղությունդ փոխիր, զգուշ եղիր ի վերջո։ Հիմա այս դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինքը դրա հետ կապ չունի, այստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է. իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո գիտեր, որ այդ պատերազմը լինելու է, թե չգիտեր։ Այստեղ ընդհանրապես երկու տարբերակ կա, պետք չի ինչ-որ մանիպուլյացիաներ, կամ գիտեր, կամ չգիտեր, այսինքն վստահ չէր, մտածում էր կամ կլինի, կամ չլինի, խոսքով չգիտեր։ Հերթով քննարկենք, առաջին տարբերակը նա գիտեր, որ այդ պատերազմը լինելու է։ Դե հիմա պատկերացրեք ինչ կաներ իր փոխարեն որևէ այլ մարդ, որևէ այլ երկրի ղեկավար, adekvat մարդ, որը գիտի, որ պատերազմ է լինելու եւ որը գիտի նաեւ, որ մեր բանակը ի վիճակի չէ դա 16 թվականի ապրիլյան պատերազմում էլ երևաց, որ մեր առջև արդեն նախկին Ադրբեջանը չի, ուրիշ է ուժերի հարաբերակցությունը բոլորովին այլ է եւ այլն։ Ինչ պիտի աներ որևէ adekvat ղեկավար, եթե գիտեր, որ պատերազմ է լինելու։ Կամ պիտի հնարավոր ամեն ինչ աներ դա կանխելու համար, կամ պիտի, եթե չի ցանկանում կանխել կամ չի փորձում կանխել, պիտի ամեն ինչ անի, որպեսզի այդ պատերազմում հաղթենք, դե կամ առնվազն չճախճախվենք։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Նա փորձեց կանխել դա։ Ոչ, բոլորովին անգամ չփորձեց։ Սեղանին կար կարգավորման ինչ-որ պլան, Լավրովի պլանը, գիտեք, նա ոչ միայն մերժեց դա, այլև փաստացի մի կողմ շպրտեց այդ պլանը, հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից, հետո հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ, ինչ վերաբերում է պատերազմին, ապա դա էլ ներկայացրեց որպես շատ ցանկալի մի բան, հիշում եք, նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։ Իհարկե դա իր խոսքը չէր, պաշտպանության նախարարի խոսքն էր, բայց հաջորդ օրը հենց ինքն էլ հայտարարեց, որ եթե պաշտպանության նախարարը ուրիշ բան ասեր, ինքը նրան աշխատանքից կազատեր։ Այսինքն հարցը ներկայացվեց այսպես, որ եթե պատերազմ լինի, շատ ավելի լավ, պատերազմ լինի, նոր տարածքներ կազատագրենք։ Սա էր ասած, այսինքն ինքը ոչ միայն չփորձեց կանխել պատերազմը, այլև չցանկացավ դա անել, համարելով դա ինչ-որ դրական ելք, հա։ Լավ, ենթադրենք չփորձեց կանխել կամ համարեց, լավ, որ հնարավոր չի կանխել։ Ինչ պիտի աներ այդ դեպքում։ Այդ դեպքում պիտի բնականաբար ամեն ինչ աներ, որպեսզի այդ պատերազմում հաղթենք կամ գոնե չջախջախվենք։ Ինչպես։ Դե այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա։ Հայտնի է թե ինչպես են վարվում նման դեպքում ցանկացած երկրի adekvat ղեկավարները, ինչ են անում, կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ, երկրորդ, ամրապնդել բանակը, բարձրացնել բանակի հեղինակությունը, վստահությունը բանակի նկատմամբ եւ համախմբել հասարակությանը։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, ճիշտ եւ ճիշտ հակառակ քայլեր արեց։ Փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք առանց այն էլ շատ փայլուն չէին, այդ հարաբերությունները։ Դե հիշում եք,
ինքը իրեն ներկայացնում էր որպես համաշխարհային ինչ որ աննախադեպ հեղափոխական առաջնորդ, հայտարարում էր, որ Ռուսաստանը պիտի հաշվի նստի նոր իրողությունների հետ, հաշվի նստի նրա հետ ինչ տեղի ունեցել Հայաստանում եւ այլն։ Դե խոսքով հարաբերությունները փչացրեց Ռուսաստանի հետ։ Երկրորդը, ինչպես վարվեց բանակի հետ։ Ուղղակի գետնին հավասարեցրեց բանակի հեղինակությունը, այն ներկայացրեց որպես կոռուպցիայի բուն, չգիտեմ, տեղ, որտեղ ուղղակի ֆեոդալ գեներալներ են, կոռումպացված բոլորը, որտեղ զինվորները, խեղճ զինվորները միայն ցորեն են ուտում, հիշում եք այդ շոուները մի խոսքով զինվորներին ելակ, գեներալներին ձեռնաշխտանել, այդ խայտարակ պրոցեսների արդյունքում դե բնականաբար բանակի նկատմամբ հասարակության վստահությունը գրեթե զրոյացվեց։ Հասարակությանը համախմբելու վերաբերյալ հիշում եք սև ու սպիտակ, ինչ համախմբում, ինչ բան, այն դեպքում երբ որ դու գիտես, որ պատերազմ է լինել։ Այդ սև ու սպիտակ եւ այլն, այսինքն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, եթե առաջին տարբերակն են քննարկում, չէ, եթե նա գիտեր, որ այդ պատերազմը լինելու է, նա ոչ միայն ոչինչ չարեց դա կանխելու համար, չցանկացավ դա անել առաջին, երկրորդը ամեն ինչ արեց, որպեսզի այդ պատերազմը տեղի ունենա եւ Հայաստանը հաղթելու կամ չջախջախվելու ոչ մի շանս չունենա։ Կետարկետ բոլոր այդ քայլերը հերթով արեց։ Գիտակցաբար։ Այն դեպքում, եթե համարում ենք, որ նա գիտեր, որ այդ պատերազմը լինելու է։ Հիմա քննարկենք երկրորդ տարբերակ։ Ենթադրենք նա չգիտեր, որ այդ պատերազմը լինելու է, վստահ չէր։ Տեղյակ չէր մարդը։ Չգիտեր, անգետ էր, նրանք հոմանիշներ են, տգետ, հիմա այդ տգետության արդյունքում է, չէ, փաստորեն դա տեղի ունեցել, մարդը չէր հասկանում ինչ է անում, ասենք, հիշում եք, զեկույցներ էին ներկայացնում, համարում էին, որ եթե պատերազմ լինի, դրա հավանականությունը քիչ է, բայց եթե պատերազմ լինի, Թուրքիան չի մասնակցելու դրան, չի միջամտելու, ինչի վրա էր հիմնված այդ վստահությունը, ենթադրաբար այն բանի վրա, որ Ռուսաստանը դա թույլ չի տա։ Ու զուգահեռաբար փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունը, լավ, ինչև է։ Հիմա չգիտեր մարդը, չէր հասկանում։ Բայց հայտնի երգում ասում է, չէ, չհասկացողների համար կա դպրոց։ Չնայած այն ժամանակ կրթվելը դեռ նորաձև չէր, կրթվելը հիմա է նորաձև։ Բայց լավ, եղբայր, չգիտեիր, հարցնեիր, իմացողներից հարցնեիր։ Հիշում եք ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո ինչ հայտարարեց։ Ասեց, ես ոչ մի նոր բան չիմացա, ինքը ինչ ասեց, ես վաղուց գիտեի։ Այսինքն ինքը ոչ միայն չէր հասկանում, չգիտեր, այլև հրաժարվում էր իմանալ, հրաժարվում էր սովորել։ Եվ արդյունքում այդ տգիտության հետևանքով մենք ունեցանք այդ պատերազմը, այդ ջախջախումը, Արցախի հայաթափումը եւ հայտնվեցինք այսօրվա վիճակում։ Սա ասում եմ այն դեպքում, եթե համարենք, որ ինքը չգիտեր։ Իմ ջալից իր այդ հայտարարության մասին, որ ասում է ոչ թե պատերազմների իր օրոք ես էի պատերազմի օրոք, գիտեք, պատերազմը, ցանկացած պատերազմ իհարկե ինքնին աղետ է, խնդրեմ է, բայց որևէ պետություն ապահովագրված չէ պատերազմից։ Մեր դեպքում աղետ է ոչ միայն պատերազմը, այլև առաջին հերթին դրա արդյունքը։ Դրա հետևանքն է, սա է աղետ։ Եվ փաստն այն է, որ եթե այդ պատերազմը, եթե անգամ այն անխուսափելի էր, Նիկոլ Փաշինյանի փոխարեն տեղի ունենար մեկ այլ ավելի adekvat ղեկավարի օրոք, այդ պատերազմի արդյունքը բոլորովին այլ կլիներ։ Նախ մեծ հավանականությամբ հնարավոր կլիներ կանխել դա, երկրորդ, եթե անգամ հնարավոր չլիներ, կարելի էր այդ ինվերը թվարկած քայլերի միջոցով ամեն ինչ անել չպարտվելու համար եւ մեծ հավանականությամբ դա տեղի կունենար։ Այնպես որ այս աղետի պատճառը հենց այն է, որ պատերազմը եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Սա է խնդիրը։ Եվ երբ որ ինքը այսպիսի մանիպուլյացիաներով, խեղաթյուրումներով, գեղեցիկ ձևակերպումներով փորձում է խուսափել պատասխանատվությունից, պիտի մարդկանց ոչ թե ծիծաղել, ոչ թե զայրանալ, այլ ուղղակի կետ առ կետ մատների վրա մարդկանց փորձել բացատրել, թե որտեղ է նա խաբում, ինչ հարցում է խաբում եւ ինչպես է խաբում։ Հակառակ դեպքում դեկա ծիծաղենք կամ ասենք այս ինչ ճարպկորեն բացատրեց, կանցնի կգնա, իսկ դա հնարավորություն է տալու իրեն երկարաձգել իշխանությունը եւ այլ նորանոր այդպիսի աղետներ բերել, հետո ինչ որ արշավներ կազմակերպել, կրթելը նորաձև է, որ այ ինչ հիմա կրթված չէինք դրա համար, սա բերեցին մեր գլխին, շատ սովորաբար մարդիկ նախ կրթվում են, հետո են որևէ բան ղեկավարում, առավելևս երկիր։ Ինչևէ, այսօր այսքանը կհանդիպենք։